Շարունակում ենք հյուրի հետ մեզ մոտ ստուդիայում հյուրընկալում է Targeting մարքեթինգային ընկերության եւ Simple Business Academy համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Գոր Կարապետյանը, բարև ձեզ։ Շատ հաճելի որ այստեղ եք եւ կուզենայի հավելել ձեզ ներկայացնելիս 3 գրքեր հեղինակ, business coach, մարդ ով բիզնեսի աշխարհում 1200-ից ավել հաջողած պայմանագրեր է կնքել, ակտիվ անդամակցում է 5 խոշոր բիզնես միությունների եւ ոչ միայն Հայաստանում, մի խոսքով բավականին շատ գործ է կարել, որպեսզի ի վերջո մենք կարողանանք միասին հետաքրքիր զրույց ունենալ, ինչպես ասում են դատարկ տեղում չենք խոսելու, որոնք են 3 գրքերը, երևի ներկայացնեմ, հավանաբար սկսենք հերթականությամբ, սկզբում այսպես ձեր հեղինակած թողարկվեց հաջողության թաքնված կողմը, այնուհետև պրոակտիվ առաջնորդը եւ վերջին աշխատանքը LinkedIn 101-ն է։ 3 գիրք արդեն վատ չէ, ինչպես ասում են, եւ բոլորը բիզնես հմտություններ, հա, փոխանցող գրականություն։ Սկսենք նրանից ինչպես եղավ, որ կամաց եկաք գրքերի ասպարեզ, հա։ Սովորաբար բիզնես քոուչները փորձում են իրենց անձնական փորձով եւ դժվարությունով ձեռք բերած, հա, գիտելիքները չհրապարակել, լավ այսպես ասեմ, բայց դուք այսպես հակառակը, նրանք բոլորը այսպես մեկտեղեցիք գրքերի մեջ եւ խնդրեմ պատմեք մի քիչ այդ ճանապարհի մասին Գոր։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, միշտ հաճելի է ձեզ հետ զրուցել, Արամ ջան։ Իրականում գրելու ստարտի դեպքում, ինչպես ասում եմ, մոլորակները համընկան, այսինքն ինչ-որ առումով երազանք, ինչ-որ առումով հմտություն եւ փորձ, երբ որ համընկան, դրանք ստիպեցին ինձ, որ ես, ինչպես ասում են, վերցնեմ թուղթ ու գրիչը։ Իրականում ես կրթությամբ տնտեսագետ եմ, բայց ես երազում էի լրագրող դառնալ ու չդարձա, այն ժամանակ ավելի տրենդային էր տնտեսագիտությունը, բայց միշտ փորձել եմ գրել, այդ թվում նաև բլոգ եմ վարել։ Հետո երբ որ սկսեցի արդեն բիզնես գործունեությամբ զբաղվել ու սկսեցի նաև դրան զուգահեռ կիսվել իմ փորձով, հետադարձ արձագանքները միտք տվեցին, որ ինչ որ անում է սահմանափակ թվով մարդկանց համար, միգուցե պետք է ավելի մասշտաբայնացնել։ Ու այդպես 2022 թվականին որոշեցի գրել առաջի գիրքը, հաջողության թաքնված կողմը, որը եթե ամփոփ ներկայացնենք, ինքը հմտությունների մասին է կամ սկսելու մասին է։ Ու այդպես սկսվեց նաև երկրորդը, երրորդը, հիմա ընթացքի մեջ է չորրորդը։ Նույնիսկ 4-րդն եք պատրաստում եւ երևակայի դեռ ասելիք ունեք 5-րդում, 6-րդում, ճիշտ է պատկերացնում։ Իրականում իմ Google Drive-ում ես մոտ 10 ֆոլդեր ունեմ բացած, վերնագրերով, հիմնական գաղափարներով, նյութերով, ըստ իրավիճակի նյութեր եմ հավաքում եւ մտքերը գրում եմ։ Հիմա այս պայն աշխատում եմ շատ տրենդային թեմայի վրա, AI-ին նվիրված, այսպես։ Այո, գաղափարները շատ են ու ես սիրում եմ գրել, դա իմ համար ժամանցի ձև է դարձել։ Գոր, ասացեք ընտրեմ, ձեր այդքան գիտելիքների պաշարը, այդքան մեծ, արդեն տարիներով կուտակված եւ ասենք հղկված, որպես եթե փորձենք պատկերացնել մոնետիզացնելու առումով, հա, ինչ հաջողություններ են ձեզ բերել։ Շատ ճիշտ արցեք տալի։ Սովորում է շատ մարդիկ կան, հա, մեծ ծավալի գիտելիքներ են ձեռք բերել, մասնագիտական, բայց չեն կարողանում իրենց չգիտեմ, վերածել դրանք արժեքավոր բաների, հա, իրենց կյանքում, այդպես էլ մնում են այդ գիտելիքների պաշարը, հետո կամաց մոռացվում են քիչ եւ անցնում գնում է, հա, ձեր դեպքում մի տեսակ ոնց որ որոշել եք ամեն ինչը ամրապնդել գրքերի մեջ, բայց հասկանալի է որ գրքերի վաճառքով առանձնապես մեծ ձեռքբերումներ չես ունենա, ափսոս, բայց պիտի նաեւ փաստենք, որ այսօր գրքերի վաճառքի ծավալը չի կարող բավարարել կամ բերել բարեկեցիկ կյանքի միգուցե առանձին դեպքերում եւ դա ստացվում է, բայց կարծում եմ ոչ միշտ կպատմեք մեզ ինչ հաջողություններ այնուամենայնիվ անձնական ունեցաք։ Շատ մտածված հարց եք տալիս, Արամ ջան։ Իրականում ճիշտ եք, մասնապես առաջի երկու գրքերի դեպքում ես եթե անկեղծ բիզնես նպատակ չեմ հետապնդել, որովհետեւ դրանք եղել են մեր երկրին ծառայելու իմ կերպերից մեկը
մասնապես երիտասարդությանը, դրա համար դրանք գրվել են, իհարկե դրանք անուղղակիորեն վերածվել են հեղինակության, վերածվել են հարգանքի, հրավերների, տարբեր տեղեր ելույթ ունենալու, նման տեղեր ելույթ ունենալու, որտեղ հնարավորություն է, որ այսին բիզնես գործունեությունը ներկայացնեն, բայց սա շատ անուղղակի։ Այ երրորդ գրքի դեպքում ես կարող եմ ասել, որ ինքը կոմերցիոն պրոյեկտ է, որտեղ շատ ռադիկալ տարբերվում է առաջի երկու գրքերից իր բովանդակությամբ, եթե նրանք ավելի փափուկ հմտություններին ու ինչ-որ առումով փիլիսոփայական հարթության զրույցներ են, սա պրակտիկ դաշտից է, կոնկրետ սոցիալական հարթակում, կոնկրետ բիզնես խնդիր լուծել, ու թե սեգմենտն է բիզնես, թե ես արդեն հրավերներ եմ ստանում կորպորատիվ դասընթացներ անելու, coaching անելու հենց LinkedIn-յան մասով, այսինքն ու իմ հեղինակային դասընթացներ ունեմ երկու տարբեր ձևաչափերով, այսինքն գիրքը ինքնին ոչ միայն վաճառք է, այլ իր շուրջ ստեղծված էկոհամակարգը մոնետիզացվում է։ Դա խնդրեմ օրինակ կարճ, այդպես սինոպսիսով ներկայացնել յուրաքանչյուր 3 նշված գրքերը, օրինակ հաջողության թաքնված կողմը, ինչի մասին է, եթե կարճ։ Նույնը պրոակտիվ առաջնորդը եւ LinkedIn 101-ը խնդրեմ, այսպես որպես հեղինակ, հասկանում եմ, որ մի քիչ դժվար կլինի կարճ նկարագրել բավականին հաստլիկ գրքերը, գիտելիքների ժողովածուն, այնուամենայնիվ փորձեք մեր ունկնդրի համար, որպես անոնս, հա։ Սիրով, ես նույնիսկ ավելի առաջ եմ գնացել, Արամ ջան, մեկ նախադասության փոխարեն մեկ բառի մեջ եմ սեղմել ամբողջ գրքերը, այնպես որ պատրաստ եմ այդ հարցին պատասխանել։ Հաջողության թաքնված կողմը ավելի, ինչպես ասեցի, սկսելու մասին է, եթե մարդը ուզում է բիզնես սկսի կամ երիտասարդ է ուզում է հասկանալ ինչպես, ինչ քայլեր հերթականություն անի, տեղենտեղ կա հմտությունների մասին խոսք, մասնագիտական կողմնորոշման կամ վերապրոֆիլավորման մասին, իմիջիայլոց դա նաև շատ լավ ռեսուրս է փոփոխության եզրին կանգնած մարդկանց համար, իսկ փոփոխությունը միակ հաստատուն բանն է այս կյանքում։ Ու եթե ամփոփեմ հետաքրքիր միտք եք ասում իմը չէ, հունական փիլիսոփայությունը ասում է, որ միակ հաստատուն բանը փոփոխությունն է։ Եթե ամփոփեմ մեկ բառով, հաջողության թաքնված կողմը հմտությունների մասին։ Պրոակտիվ առաջնորդը, որ ծնվեց 2 տարի հետո, ելի իմ փորձի արդյունքում ես շատ ակտիվ էի նաև տարբեր սոցիալական նախաձեռնություններում, որոնք ուղղված են մասնապես մարզաբնակ երիտասարդներին հմտություններով սպառազինելու ոնց որ բարի գործին, այդպիսիք են հզոր միտք ուսանողի տուն նախաձեռնությունները, մարզերի երեխաները մարզերում, ու այդտեղ լինելով որպես մենթոր ու նաև խորհրդի անդամ վերջինում, ես եկա նրան, որ այն ինչ որ մենք անում ենք, լավ է, բայց սա եւս պետք է ուղերձի վերածել, ու այնպեսի մարդկանց օրինակ ձեզ ով ունի էքսպերտիզա փորձ ու մի երիտասարդ կամ մի քանի տասնյակ երիտասարդ ովքեր երազում են լինել ձեր տեղում, վստահ դուք ասելու շատ բան ունեք, բայց իրենք ձեզ ուղիղ կոնտակտի դուրս գալու սահմանափակ հնարավորություն ունեն։ Դրա համար կա LinkedIn-ը, չէ՞։ Նաև, բայց մինչև դա ես ձևակերպեցի այդ միտքը, որ նախ ցույց եմ տալիս մեր կրթության եւ այլ խնդիրները Հայաստանում որ ունենք ու հմտությունների մեծ բացը որ կա, մյուս կողմից որ ամեն մեկս որոշակի կൂട്ടակած էքսպերտիզա ունենք, եկեք դեմքով շրջվենք դեպի երիտասարդները ու պատասխանատվություն վերցնենք, փոխանցենք դա, ու եթե մեկ բառով ամփոփեմ երկրորդ գիրքը, դա առաջնորդության կամ պատասխանատվության մասին է։ Հասկացա, եւ երրորդ գիրքը արդեն շատ ակտիվ լինելով, ինչպես նշեցիք, տարբեր բիզնես նախագծեր ունենալով, նաև բիզնես ակումբներ, միություններ, նաև բիզնես միջոցառումներ անելով, ես եկա նրան, որ մեր երկրում շատ պոպուլյար է տոքսիկ Facebook-ը, երջանիկ Instagram-ը, անհասկանալի TikTok-ը, բայց այդքան պոպուլյար չէ պրակտիկ LinkedIn-ը, որտեղ մարդը կարող է իր հմտությունները, սա նաև ձեր հարցից մեկին է պատասխանում, իր կൂട്ടակած փորձը կոնվերտացնել, իր կൂട്ടակած փորձը կապիտալիզացնել։ Ես եկա դրան, որ մենք ունենք մոտ 482,000 գրանցված օգտատեր Հայաստանում, բայց ամեն դեպքում շատ ցածր է թիվը, Facebook-ի, Instagram-ի հետ համեմատած դրանք միլիոն պլյուս են, նույնիսկ Facebook-ը 2 միլիոնի մոտ է։ Իսկ ստեղ տեսեք մոտ 16-17% է բնակչության, ընդ որում այս շատ որակյալ հատվածն է, որովհետև գործնական հատվածն է կարելի ասել։ Մարդիկ, ովքեր
աշխատում են, արժեք են ստեղծում ու հարթակը ինքնին շատ հետաքրքիր միջավայր է, որովհետև մարդիկ այնտեղ են արդեն գործ անելու։ Այնտեղ չեն իրենց նախաճաշի նկարով կիսվելու կամ ճամփորդական ֆոտոներով, դա էլ կա, բայց ավելի մթնոլորտը գործնական է։ Ու եկա նրան, որ մեր գործարարները ու գործադիրները կամ այսպես ասենք բիզնես առաջնորդները ներկայացված չեն կամ հավուր պատշաճ չեն մասնագետները նաև չէ ընդհանրում։ Ամենաակտիվները թերևս էջարանները եւ աշխատանք փնտրողները, բայց գիրքը ավելի շատ նախատեսված է բիզնես առաջնորդների համար, որովհետեւ աշխատանք փնտրողների եւ էջարանների համար ռեսուրսներ բավականաչափ կան։ Ես քան որ իմ աշխատանքն ավելի շատ բիզնես առաջնորդների հետ է, ու ես անհատական խորհրդատվությունները դասընթացներ իրենց համար եմ անում, էլի ես եկա նրան, որ պետք է սա վերածել ուղեցույցի եւ մասշտաբայնացնել։ Ու այդպես ծնվեց արդեն երրորդ գիրքը, որը կարելի է մեկ կամ երկու բառով ամփոփել, դա հեղինակության կամ դիրքավորման մասին է։ Գոր ասոցը քննրեմ, իսկ LinkedIn-ում այսպես օգտատիրոջ հաշիվ բացելը, դա հասկանալի է, դա դյուրին գործ է, հետո ինչ-որ պարունակություն է պետք, երևի ինչ-որ բովանդակություն ապահովել էջում, որ ոլորտի մասնագետներն են առավել պահանջված, ըստ երևակայի ավելի շատ ժամանակ եք անցկացրել, քան որևիցե մեկում ես ճանաչում եմ LinkedIn հարթակում, հասկանալի է, որ սովորական աշխատանքի համար, որոնք որ շատ տարածված են, չգիտեմ, վաճառող ինչ-որ մի խանութում, բանը շուկագետ կամ մեկ ուրիշ աշխատանք ունենք շինարարություն կամ եւ այլն LinkedIn-ում այսպես չես զետերի կամ այնտեղով չես փորձի գործատու գտնել կամ հակառակը այնուամենայնիվ ինչ որ առանձին ճյուղեր կան կամ ոլորտներ որոնց ներկայացուցիչները այս հարթակի օգնությամբ կարողանում են իրենց աշխատանքը գտնել կամ իրենց ռեալիզացիայի կամ ռեալիզացման հարթակ ապահովել մի քիչ մեծ տեղեկացնենք LinkedIn-ով որ մասնագետներն առավել պահանջված եւ ովքեր կարող են այնտեղ հաջողություն գտնել ըստ ձեզ հարցին կպատասխանեմ վերջում, բայց կոնտեքստին անդրադառնամ տեսեք իրական ճիշտ եք կան հստակ ոլորտներ օրինակ IT ոլորտ ֆինանսաբանկային ոլորտ, իրավաբանական, խորհրդատվական ոլորտ, դիզայներական, օրինակ, շատ տարածված է ու դուրին է, որտեղ այդ սեգմենտը գիտակցում է LinkedIn-ի առավելությունները կամ հնարավորությունները։ Բայց դա չի նշանակում, որ միայն իրենց համար է, ավելին դա նշանակում է, որ մյուս ոլորտները բաց են մրցակցության համար։ Շատ ավելի հեշտ կլինի LinkedIn-ում հաջողվել, նույնիսկ ձեր նշած ինչ ասեմ, ոչ LinkedIn-յան ըստ առաջի հայացքից աշխատանքի համար, որովհետև սա մի հարթակ է, որտեղ դու կարող ես ներկայացնել քո առօրյան, քո աշխատանքը, քո հմտությունները եւ հետաքրքրություն առաջացնել դեպի քեզ։ Ու նույնիսկ օրինակ վերցնենք, չեմ ուզում ուղղակի առանձին մասնագիտություններ ասեմ, ամենատեխնիկական մասնագիտությունների դեպքում, որ մտածում ենք իր տեղը չէ, մարդը կարող է ուղղակի կիսվել իր փորձով ու վերածել օրագրի այսպես ասած, թե ինչպես ենք իր տեխնիկական աշխատանքը անում։ Ու հավատացեք, ոչ միայն հրավերներ կստանա, այլ մի փոքր հնարամետության դեպքում դա կարելի է ծառայության վերածել։ Այսինքն հավաքել թիմ ունի գործն արել ավելի մասշտաբային առումով։ Այսինքն կարելի է փաստորեն LinkedIn-ում կամաց վիրտուալ բիզնես դնել, այս ճիշտ է հասկանում։ Ոչ թե կամաց, արդեն ուշանում ենք։ Հա, այսինքն կան աշխարհում ընդունված նման օրինակներ կան։ Իհարկե, մարդիկ դուք հետևեք ինչպեսի հետաքրքիր բաներ են անում, այսինքն օրինակ միայնակ հայրիկ, այսպես ասած, որը ռոպագանդում է ծոնաղավարություն ու այդ առումով քոուչինգ է անում, ինքը կիսվում իր առօրյավ։ Թվում է թե LinkedIn-ը դրա համար ամենալավ տեղը չի, բայց մարդը այդպես է անում։ Ես գրքում ներառել եմ երկու հայկական իրական քեզ շատ զավեշտ տալիս, նույնիսկ որ ասում ես կոնտրաստ այնքան մեծ է, մարդիկ քմծիծաղ են տալիս։ Ստարակշից սկսեմ, մի դեպքը նա էր, որ ես մի բիզնես ակումբ տրեյնինգ էի անում, մի գործարար մոտեցավ, ասես տարիներ առաջ ես մի տեղ աշխատում էի ու LinkedIn-ի միջոցով $12 միլիոն կաուչուկ են վաճառել։ Մյուս զավեշտալ դեպքը այն էր, որ մի ընկեր ունենք այլ ակումբից ասաց, որ 5000 ուշադրություն գար է վաճառել։
Դե վաճառվող բան է։ Ոնց, բայց Այսինքն մասին ճիշտ ասած տեղեկություններ չունեմ, բայց իսկ ոնց, այսինքն գտել է ըստ իր նկարագրման արաբ շեյխերի նամակները ուղարկել ու ասել է որ կան այս քանակի ապրանք եթե կուզեք, բանակցել են, ունես նկարագրության սկրինշոթը կա ու վերածվել է գործարքի։ Ես նկատի ունեմ ինքը մենք ավանդաբար ընկալում ենք, որ ինքը ավելի IT խորհրդատվական ոլորտի է, բայց հենց այս երկու ծայրահեղությունները նշեցի։ Օրինակ չգիտեմ, ոչխար կամ գար վաճառի, ասենք LinkedIn, դա ասենք զավեշտ է ավելի շատ։ Այստեղ որտեղից են փաստորեն գալիս այն խոսակցությունները, որ Միացյալ Արաբական Էմիրությունները Հայաստանից մեծ քանակությամբ ծնեբեկ եւ ոչխար են արտահանում։ LinkedIn-ը պաստում է դրա։ Հասկացա, հետաքրքիր բան եք ասում։ Լավ, մի ուրիշ թեմայի անդրադառնանք, բիզնես քոուչներ այսօր կարծես սուն կանձրևից հետո այսպես արագ ծլում են, շատ վառ բոցավառվում են, չէ՞, այսպես շատ արագ իրենց մասին հիշեցնում են կամ էլ զգացնել են տալիս, հետո ինչպես է հայտնվել են, այդպես էլ միանգամից անետանում են։ Դե ինչ որ կարճ ժամանակում մի քիչ փող են կարողանում, ինչպես են փոկել, հավաքել, հետո անետանում են եւ կան իհարկե ստաբիլ քոուչինգով զբաղվող մարդիկ, որոնք որ ասելիք ունեն։ Ես կուզենայի մի քիչ այդ կեղծիք իրականից տարբերելու, հա, հմտությունների մասին խոսենք։ Օրինակ, տեսեք կան մարդիկ, որոնք իսկապես անհրաժեշտություն ունեն կամ էլ կարիք ունեն լրացուցիչ մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու եւ մեր ժամանակներում իսկապես մեծ առաջարկ կա։ Դա անելինքնուրույն թվային հարթակներում գրքեր ձեռք բերելով եւ կարդալով, հա, ասենք ուսումնասիրելով մասնագիտացված ձեռնարկներ, թեկուզ եւ այլն եւ ասենք նաեւ շատ հետաքրքիր բան ինտերակտիվ տարբերակ այդ քոուչների հետ, հա, դասընթացները այցելելը, հանդիպումները եւ այլն, բայց խնդիր է առաջանում։ Ինչպես տարբերել շարլատաններին, կոպիտ ասած, իրական մասնագետներից։ Սովորեցնեք մեզ գորի եթերից, Շատ պատասխանատու Դե առաջադրանք եք տալիս։ այնուամենայնիվ գոնե մի քանի նշան, հա, որոնք որ կօգնեն բացահայտել խաբերությունը։ Ես փորձեմ կիսվել իմ փորձը եւ իմ վերաբերմունքը թեմային, ու դրա փորձենք այդտեղից գտնել հարցի պատասխանը։ Տարիներ առաջ մի երիտասարդ աղջկա հետ էի խոսում, 17 տարեկան էր, ասեցի ինչով ես զբաղվում, ասեց life coach եմ։ Ու սա ինձ համար սարը ցնցող էր, 17 տարեկան աղջիկը լինի life coach, կյանքի coach, այսպես ասած, սա վտանգավոր է։ Առաջին ցուցիչը ինձ թվում է դա փորձն է, այսինքն այդ մարդու ունի համապատասխան փորձը թե չէ։ Մյուս բանը, ընդհանրապես երևույթները հասկանալու համար ցանկալի է գնալ դեպի ակունքներ։ Օրինակ ինչա քոուչը, քոուչը մարզիչն է։ Սպորտային տերմին է, որը մտել է բիզնեսի մեջ, կամ ինձ հոգեբանության մեջ սպորտից։ Իսկ ինչ անում մարզիչը։ Մարզիչը օգնում է մարզիկին կատարելագործվել։ Օպտիմալ սպառել իր ռեսուրսը, թե Եվ ֆիզիկական թե հասնել դեպի ժամանակին։ նպատակին, այո։ Ես գրականություն եմ ընթերցել, ինքս դասընթացներ եմ անցել ու շատ հետաքրքիր է այդ թեման, զուտ ինքս ինձ համար։ Իհարկե մենք աշխատանքի մեջ տարբեր ֆորմատներով դա կիրառում եմ, բայց զուտ թեման ինձ հետաքրքիր է, բայց եթե պարզեցնենք ինչն է քոուչինգը կամ քոուչի դերը որն է, քոուչին դա այսպես ասած մարզվողն է, մոտ առաջացնել երկու պարզ բան։ Գիտակցում խնդրու առարկայի վերաբերյալ եւ պատասխանատվություն կպնելու այդ գործին առաջ շարժվելու։ Այս երկու խնդիրն է, այսինքն քոուչի դերը դասավանդել, լեկցիաներ կարդալ չէ, տեսություն չէ։ Մեծ հաշվով քոուչը միայն հարցեր է տալիս եւ փորձում է հարցերի միջոցով ուղղորդել։ Այսինքն ում որ հարց են տալիս, իր իսկ պատասխանները դառնում են իր համար ուղղորդում։ Եթե ճիշտ սեսիա է կազմակերպվում։ Սա ամբողջ ոնց որ փիլիսոփայությունը։ Հիմա այս տրամաբանության մեջ իհարկե կան միջազգային ընդունված ստանդարտներ, որակավորումներ, Հայաստանում էլ կան, ընդ որում ինչպես ասում են տարբեր դպրոցներ կան։ Ես մի ընկեր ունեմ, որ լրիվ այլ գործունեություն ունի, հիմա հենց անցնում է ու 10,000 ժամից ավել պետքա սեսիաներ անի, որպեսզի այդ որակավորումը ստանա։ Բայց մեծ հաշվով Արամ ջան, դուք եւս կարող եք լինել քոչ, այն նույն երիտասարդի համար, ում մասին պատմում է, ով ցանկանում է դառնալ լրագրող։ Դուք այնքան կուտակած փորձ,
համակողմանի գիտելիք, էմպաթիա ունեք, որ դուք ճիշտ հարցերի միջոցով, օրինակ եթե մարդը ուզում է դառնալ լրագրող, ճիշտ հարցերի միջոցով կարող եւ իրեն օգնել եւ ինքն է հասկանալ նա իրոք դա է ուզում, թե այլ բան է ուզում։ Իսկ որ ուզում է ուքանով է պատրաստ անցնել այն ճանապարհը, որ պետք է անցնել։ Այսինքն, եթե չբարթացնենք, այդտեղ ինչ է պետք փորձ, հարցեր տալու հմտություն եւ անկեղծ էմպաթիա։ Ես հասկանում եմ ինչի մասն եք խոսում, բայց հաշվի առնելով, որ ես մի քիչ խորհրդային, տարիների դաստիարակություն եմ անցել, ինձ մեջ ինչ որ կարծրատիպ կա ձևավորված իմ մեջ, որ ինձ խանգարում է ինչ որ բան փորձել վաճառել մարդկանց, հասկանում եք, այսի խնդիր կա, ես պատրաստ եմ թեկուզ իմ ազատ ժամանակից ինչ որ մի քիչ, րոպեներ կամ ժամեր տրամադրել ինչ որ մեկին ուղակի, օգնելուն, բայց շատ դժվար եմ համակերպվել մտքիդ, որ ինչ-որ բան կարող եմ վաճառել։ Պատկերացրեցիք, հասկանալի է, պրոֆեսիոնալ ոլորտում ինչ-որ բաներ ես անում եմ, մասնավոր, չգիտեմ, պատվերներ եւ այլն, բայց այդ մարդկանց բնակչությանը, չգիտեմ, նույն սոցիալական ցանցերից ինչ-որ բան վաճառելը մի տեսակ խանգարում է ինչ-որ մի բան իմ մեջ, դա եթե կարողանամ հաղթարել, միգուցե ստացվի։ Գոր, ինչով են զբաղվում այդ բիզնես միություններում, կպատմեք մեզ, որովհետեւ շատերից մոտ կարծրատիպ կա, դե այսպես փողատեր մարդիկ հավաքվում են 18+ տարիքի վիսկի են խմում, սիգար են ծխում, չէ, խոսում են իրենց բիզնեսներից, չգիտեմ, այսպես ֆուրերով ապրանք են մեկը մյուսից գնում եւ վաճառում, պայմանական, ես այսպես ուղղակի տարածված կարծրատիպեր եմ հիմա փորձում բարձրաձայնել, բայց հասկանալի է, որ տարբեր process-ներ են գնում, մի ուրիշ բան է բիզնես միություն, օրինակ Դավոսի, ասենք, ամենամյա հավաքի կուլուարներում մի ուրիշ բան է դա, ասենք, չգիտեմ, տեղական ինչ-որ մասնավոր սեկտորում կատարվող process-ները, դրանցից 5-ին անդամակցում եք, այդ մի քիչ պատմեք, ինչով են զբաղվում բիզնես միություններում մարդիկ, որ հավաքվում են, ինչ հարցեր են քննարկվում, որ կարող են դրանք կարևոր, այժմ էական, նույնիսկ ես չեմ խուսափի դարակազմիկ, լավ հարց եք տալիս, Արոն ջան, տեսեք, այն միությունները կամ ակումբները, որոնք մենք անդամակցում ենք, ամեն մեկը տարբեր ֆունկցիոնալ նշանակություն ունի։ Մեկը շատ տեղական է, մյուսը համահայկական է, մյուսը IT է, մյուսը միջազգային է, այսինքն մյուսը ավելի դեպի Միացյալ Նահանգներ լոբինգ անելու եւ այդ շուկա մտնելու ոնց որ հարթակ է, այսինքն ֆունկցիոնալ առումով տարբեր են։ Ու ինչ են անում սովորաբար, ավելի մեծ կոմպոնենտը բնականաբար կապերն է, networking-ը, offline LinkedIn-ը, այսպես ասած, այսինքն, ինչպես LinkedIn-ը ասաց, ինքը խտացված որակյալ մեր հասարակության մասն է, այդպես է նաև առանց վիրավորելու զուտ նկատում գործնական առումով ակումբները մեծ խտությամբ վայրեր են, որտեղ դու քո բիզնես շահերը առաջ տանելու ավելի մեծ հնարավորություն ունես, քան ավելի լայն ֆորմատներում։ Ամենամեծ բոլորի կողմից հետապնդվող ոնց որ ինչ ասեմ նպատակը դա networking ասվածն է կամ կապեր ասվածն է։ Մյուսը կրթությունն է։ Իրականում եթե անկես լինենք մենք մեր անկախ պետականության շրջանում մեծ բիզնես գիտելիք չունենք կուտակած, չունենք, ինչպես ասում են, ինստիտուցիոնալ հիշողություն, չունենք իներցիա, որտեղ մենք ամեն տասնամյակը մեկ կամ ավելի արագ ինչ-որ փոփոխություններ ենք ապրել ու չունենք այդ լավ ավանդույթները։ Բայց ունենք բազմաթիվ գործարարներ հաջողած, որոնք որ քթի ցակով են բիզնեսով։ Այո, այսինքն վայրի կապիտալիզմի պայմաններում, այո։ Ու այստեղ հենց առաջ է գալիս այդ գիտելիքի պակասը նաև ու այն լոկոմոտիվի պակասը, որ օքեյ, ես սկսել եմ կամ ինչ-որ մի բաներ անում եմ, բայց բիզնեսի մեջ գիտեք փուլեր կա, որ սկզբում դու չես տեսնում ու բախվում ես խնդրի, որ գրականության մեջ կամ համացանցում դժվար է գտնել ու կարիք կա, որ ինչ-որ ավելի փորձառու մարդիկ կամ ինչ-որ համայնք, որ անցել է դրանով, քեզ ուղղորդի ու այստեղ գալիս է կրթական բաղադրիչը ու տարբեր միություններ որտեղ ես կամ միտեղ օրինակ 3 մի հետաքրքիր միջոցառում էր միությունից մեկում որտեղ խոսում էր մի մասնակից որը 2.5 տարի տվյալ ակումբում է խոսում էր իր եւ ակումբի ձախողման պատմության մասին իսկ պատճառով ինքը ինչն է սխալ արել որ չի օգտվել մաքսիմալ
ու իր օրինակով շատ լավ ցույց էր տալիս։ Օրինակ, մյուս դեպքում մարդկային ռեսուրսների կառավարման ներգրավման մասին, մեկ այլ դեպքում ֆինանսների կառավարման մասին, մյուս դեպքում ներդրումների մասին անվերջանալի թեմաներ կան։ Այսինքն կրթական բաղադրիչ է եւ մյուսը ինչ որ առնում նաեւ ժամանցային, որտեվ ակումբը վերջիվերջո դա սոցիալական միավորում է ու մարդիկ սիրում են շփվել մարդկանց հետ, ովքեր ունեն մարդկանց բնորոշ բնավորության գծեր, հատկություններ ու հրաշալի վայր է, երբ որ քո մտածողությանը մոտ մտածողությամբ մարդու կամ մարդկանց հետ դու նաեւ ինչ որ սարես բարձրանում ինչ որ ժամանցի այլ ձև ես ընտրում, սա մտերմացում է։ Այո։ Ու ես միշտ այսպես եմ ասում, որ բիզնես միությունները Հայաստանում ջերմաստիճան են փոխում։ Ավելի լավ, ես օրինակ կորպորատիվ միջոցառումների նայում եմ մի քանի 100 մարդ, որ 2 կամ 3 տարի առաջ չէին ճանաչում իրար, հիմա միասին ուրախ ժամանակ են անցկացնում, բնականաբար դա ենթադրում է գործարքներ, ընկերություններ, ընտանեկան մտերմություն եւ ակումբները ծառայում են հարթակ, որ առանձին պատտվող անիվները միավորվում են իրար ու դա դառնում է մեխանիզմ, իսկ այդ մեխանիզմը գործում է իշա բոլորին։ Տեսեք, գլխավոր խնդիրը, որը որ այսօր կա եւ լուծում չկա դրան, հետեւյալ երկու մտածողության հետ է կապված։ Ես ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ անձնական հարցումով։ Մեծ շրջապատ ունեմ, հաճախ հանդիպում եմ ընկերների տարբեր միջավայրերում, խոսում եք դեսից, դենից, գործ անելու, բիզնես սկսելու, ինչ որ մտքեր կյանքի կոչելու եւ այլն։ Մեկը լավ միտք ունի, փող չունի։ Մյուսը մի քիչ փող ունի, երկրորդ հայատեր է փնտրում, այսինքն գործընկեր, ում հետ միասին կարողանա իրականացնել մտահղացումը։ Երրորդը վախենում է, որ միտքը կգողանան։ Ունի գաղափար, չի վստահում ոչ մեկին, ում հետ որ կարող է խոսել դրա մանրամասների մասին, հիմնավորել այդ դրա հաջողությունը ապագայում, հաջողության ճանապարհը։ Այ եթե լիներ որևիցե բիզնես միություն կամ կառույց պայմանական գործարարներից, ներդրողներից պոտենցիալ կամ մարդկանցից, ովքեր, ասենք, պատրաստ են նոր թարմ մտքեր դիտարկել, նպաստել դրա իրականացմանը, մասնակցել բիզնեսում եւ այլն, դա կլիներ հոյակապ լուծում։ Այսօր 3 խնդիր կա, ասացի։ Մարդիկ ունեն գաղափար, վախենում են այն բացահայտել, որպեսզի չգողանան միտքը, չտանեն, իրականացնեն, նրանք ովքեր շատ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Մյուսը ունեն գումար, բայց չեն ուզում մտնել այդ, ասենք, ահռելի եւ հաճախ, ասենք, հայկական իրականությունում անհաղթահարելի, ասենք, վարկերի տոկոսների տակ։ Երրորդը նաեւ դա է, որ շատ կարեւոր է ում հետս բիզնեսը ուզում անել, այսինքն ում հետ միավորվես, որպեսզի հետագայում չկռվեն, չկիսեն, ասենք, չգիտեմ, չվերածվի դա տուրու դմփոցի եւ ասենք պարակտման բիզնեսի եւ այլն։ Այդ եթե լիներ որևիցե կառույց, որը որ այդ 3 հարցերի պատասխան կունենար վստահելի, հավատացեք, շատ հետաքրքիր զարգացումներ կարելի է անել։ Ինչ եք կարծում դրա մասին։ Ինչ եք մտածում։ Հետաքրքիր անկյուն եք բարձրացնում, Արամ ջան, ես կարծում կան այդ միությունները։ Ընդ որում ոչ միայն կան, դրանք շատ են եւ նույնիսկ ոլորտային են ու նույնիսկ ֆունկցիոնալ։ Այո։ Այնտեղ որտեղ ես կամ ինչ որ դուք պատմում եք կամ ձևակերպում եք, ես փորձում եմ պրոյեկտել, ես կամ իրագործել եմ կամ ընթացքի մեջ է, կամ կարելի է իրագործել։ Այսինքն, այստեղ եթե առաջին վերցնենք վստահության մթնոլորտը, միության իմաստը նաեւ հենց ասացի, երրորդ կետը նաեւ որ մարդիկ շփվում են իրար հետ։ Երբ որ շփվում են իրար հետ, ժամանակի ընթացքում առաջանում է վստահություն ու ոչ միայն անհատական, այլև կոլեկտիվ վստահության մթնոլորտ ու այդ ակումբը ինչ որ առումով նաեւ դառնում է արբիտրաժ։ Լավ ասացի, կոլեկտիվ, դա շատ կարեւոր է։ Ու դառնում է արբիտրաժ, այսինքն վաղը միսօր եթե խնդիր է լինում, նժարի մյուս կողմում դրվում է բիզնեսմենի կամ բիզնեսի մարդու հեղինակությունը, շատ կարեւոր է ասել։ Ես դա ասում որ անուղակի նաև ոնց որ այդ ակումբը կամ հարթակը դառնում է արբիտրաժ, ով կանխում է կամ ունի բավարար գործիքակազմ կանխելու վաղը միսօր առաջացող խնդիրների դեպքում։ Այսինքն դա կա,
բայց ինչպես ասում են by default մտնոլորտն այնպեսին է որ դու եթե այնտեղս արդեն որոշակի ֆիլտր աշխատել է այնտեղս երկար էլի ֆիլտր է աշխատում եւ եթե դու ինչ որ կանոնական մեկը փորձի ինչ որ սխալ բան անի էլի գործիքակազմ կա դա շատ արագ կանխելու կոմունիկացնելու ու հենց քո հեղինակության վրա դա շատ ուղղակի ազդեցություն կունենա ու մարդիկ էլ քո այդ գործը չեն անի որպեսզի դա մասնավոր դեպքը չվերագրվի ամբողջին այսինքն իրականում Արամ կա դա ներդրումների մասով իրականում թե ակումբները թե նաև այդպիսի ֆոնդեր կան ովքեր պատրաստ են ներդրումներ անել այդ միտքը շատ տարածված է որ միտքս չկիսվի միգուցե գոհանան իհարկե կա այդպիսի բան բայց այստեղ այսպես ասեմ արժեքը մտքի մեջ չէ իրագործման մեջ է ու կան բավարար նորից կառուցակարգեր ֆոնդեր կրթական համակարգեր ներդրումային ֆոնդեր որտեղ պատրաստ են լսել քեզ հա բայց ինչ որ մի հարթակը չկա որ միավոր է այդ ամբողջ ինֆորմացիան եթե շատ մտածենք միգուցե իմ նշածներից որոշները համապատասխան են ձեր ասածին բայց որոշակի ֆունկցիոնալ ոնց որ տարբերություններ կան էլի տեսեք ասենք մի միություն որտեղ ես ասացի մենք կանք իր հիմնական ֆունկցիոնալ դերը այնտեղ իհարկե կարելի է ներդրողներ գտնել, այնտեղ կարելի է գործընկերներ գտնել, բայց իր դերն մեզ համար ավելի շատ լոբիստական է, այսպես ասած, դեպի Միացյալ Նահանգների շուկա։ Մյուս ակումբը, որը հայկական է, ինքը համահայկական է, որի նման հայկական ակումբներ կան, բայց իր առավելությունը իր համահայկական լինելն է։ Երբ որ ես Միացյալ Նահանգներ եմ մեկնում, ես ունեմ պատրաստի տեղում 100 ընկեր կամ գործընկեր, ում հետ կարող եմ շփվել, ծանոթանալ եւ այլն։ Իմ համար ֆունկցիոնալ նշանակությունը տվյալ միության կամ ակումբի դա է։ Մյուսը ավելի միջազգային է, միջազգային հարթակ է, որը տարբեր երկրներում կա, երբ որ դու մուտք ունես այդ համայնք դու մուտք ունես ամբողջ գլոբալ համայնք, որոնք հայեր չեն ու էլի ճամփորդում ես կամ գործնական ինչ-որ գործոման մեջ ես գտնվում, դու մուտք ունես դեպի այլ ոնց որ ցանցեր, այսպես ասած։ Միտքս հետևյալն է, որ ամեն ակումբ ասոցիացիա միություն ինքն է որոշում իր առաքելությունը գլխավոր ու ինքը չի կարող բոլոր հարցերին պատասխանել, բայց ուղղակի կամ անուղղակի ձեր նշված բոլոր հարցերը օրինակ իմ անդամակ այնտեղ որտեղ ես կամ առնվազն 3-ում լրիվ իրագործել են։ Տեսեք, գիտեք ինչ գրականության պակաս կա, մասնագիտացված։ Պետք է հասնեմ, որ Հայաստանում բավականին ակտիվ սկսել է գրականություն հրատարակվել եւ տարածվել, որը որ տարբեր բիզնես մտածողության եզրերին է անդրադառնում։ 3000 անում։ Տեսեք, հա։ Բայց չկա եւ մեկ ընդհանուր ձեռնարկ, որը որ իսկապես այսպես մեր բիզնես իրականության համապատասխանի ամբողջությամբ։ Մեծ մասամբ մենք հա բոլորս էլ համաշխարհային տնտեսագիտական, ասենք, մտքի մեծ անունների, ասենք, կամ մեծանուն մասնագետների գրականությունը վերցանում ենք, փորձում ենք բերենք մաքսիմալ հայկական իրականության համապատասխանեցնենք եւ այլն, բայց չկա մի օրինակ ձեռնակ պայմանական, որոշել եք բացել բիզնես, ուզում եք օրինակ ավտոլվացման կետ բացել, ինչ թաքնված խնդիրներ կան այս բիզնեսը ձևավորելու կամ ստեղծելու ճանապարհին, ռեալ, պլյուսները եւ մինուսները, ուզում եք բացել դեղատուն, պլյուսները եւ մինուսները, այսպիսի ձեռնակը իսկապես կարծում եմ շատ պահանջված կլիներ, ինչ եք դրա մասին մտածում, սա էլ մեր զրույցի ավարտին, այսինքն մաքսիմալ մեր կյանքից այժմեական, այսինքն մեր առօրյա բիզնես տարածված ոլորտների վերաբերվող խնդիրներին անդրադարձող գրականություն, ես ճիշտն ասած գրախանութներում դեռ չեմ հանդիպել։ Եվ ինչ թե խնդիրը ինչու չկա։ Փնտրենք գտնենք կարծում եմ Արամ ջան, ես նոր փորձում եմ մտաբերել մեր գործընկերը լավ ենք Սամվել Գևորգյանի բիզնեսի նվիրված մեծ հատոր ունի, բավական վաղ է գրել ու վերահրատարակել է ու համ կլասիկ գործարարության, համ հայկական քեսերի վրա է,
Միգուցե մենք չգտնենք մեքենայի լվացման կետի պատմությունը, Ես օրինակի համար հասկացա, հասկանում եմ։ նկատում եմ այդ խորությամբ կամ այդ դետալիզացիայով, բայց ընդհանուր առմամբ հայկականության կամ մեր իրականության շերտերը կան։ Վերջերս էլի մեր գործընկեր Վարամ Միրաքյանի Մանտաշաս բիզնես ակումբի նախագահն հրատարակեց բիզնես անատոմիա գիրքը, որտեղ 70 սկզբունքների մասին է խոսում, եւս կարելի գտնել այդպիսի դեպքեր ու հատկապես իր փորձը շատ մեծ է հայկական ու համահայկական բիզնեսի հետ աշխատելու։ Այսպես իմ գրքերում մասնապես վերջի գրքում ես փորձել եմ 50-50 սկզբունքը պահպանել, այսինքն կիրառել հայկական դեպքեր եւ գլոբալ։ Տեսեք, որովհետեւ երբ որ մենք միայն ներփակվենք մեր իրականության մեջ, շատ հեշտ է շեղվել ունիվերսալ օրենքներից ու սկզբունքներից։ Դրա համար պետք է գտնել Այսինքն ֆունդամենտալ, այո, տնտեսագիտության ֆունդամենտալ, հա, դրույթներ։ Քաղաքականությունում դա օգտակար լինի, բայց երկարաժամկետում դա սխալ վեկտոր է։ Դրա համար միշտ ես անձամբ փորձում եմ գլոբալ փորձը համադրել իմ ու մեր փորձով, որպեսզի այդ հավասարակշռության մեջ գտնենք մեզ համար գետնին կպած քայլերի հաջորդականություն։ Ինչ շնորհակալություն, սա իսկապես հետաքրքիր զրույց էր եւ կարծում եմ մենք բավականաչափ, հա, մտքերով փոխանակվեցինք, որպեսզի ներկայացնենք նախ եւ առաջ ձեր անձը, Գոր, մեր ունկնդիրներին, որոնք հնարավոր պոտենցիալ գնորդներ են այն 3 գրքերի եւ հետո որպես շարունակություն նաեւ այլ աշխատանքների, որոնք որ ներկայումս առաջարկվում են շուկայում, հիշեցնեմ դրանք հաջողության թաքնված կողմը, պրոակտիվ առաջնորդ եւ LinkedIn 101 գրքերն են եւ հուսով եմ մեր զրույցից, այսինքն ձեր մտքերի ձևավորումից, այսպես մտածողությունից տպավորված մեր ռադիոլսողներից թեկուզ մի քանիսը կդառնան գնորդ եւ ավելի խորքային ծանոթանան ձեր փորձին, ձեր գիտելիքներին եւ հմտություններին։ Գոր Կարապետյանն էր մեր հյուրը, Targeting մարքեթինգային ընկերության եւ Simple Business Academy համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն, business coach, 1200-ից ավել հաջողած պայմանագրերի, այսպես կարելի ասել, հիմքում կանգնած մարդ եւ առասարակ հաճելի զրուցակից։ Շնորհակալություն, Գոր Կարապետյան։ Այսքան հարգելի ռադիոլսողներ, մենք ավարտում ենք հերթական ուրիշ նորությունների թողարկումը, դες հաջող աշխատանքային բիզնես օրենք ցանկանում եւ հուսով ենք որ բաց չեք թողնի մեր վաղվա հանդիպումը եւ այդպես յուրաքանչյուր աշխատանքային օր 2 շաբթի ծուրփաթ նույն տեղում եւ նույն ժամին ցտեսություն։